Storytelling by Մանարուշ։ Ես ճամփորդում էի Մարոկոյով եւ գիտեք ինչ տեսա։ Գեղեցիկ բնություն, արև, պտղաբեր հող, տարբեր համերի պտուղներ, ժողովուրդը ջերմ, սրտան, սրտաբաց, հյուրասեր։ Բայց գիտեք ես ինչ նկատեցի։ Մի բան, որը ինձ մտածելու տեղիք տվեց։ Ես տեսա երիտասարդ մարդկանց, տղաների, աղջիկների, կանանց, տղամարդկանց, ովքեր վաղ տարիքում կորցրել էին իրենց ատամները, եւ ոչ միայն կորցրել էին, այլ դրանք փչացած էին, սևացած, անխնամ։ Ու գիտեք ես ինչ հասկացա, սա գեղագիտական խնդիր չէ, սա քաղաքականություն չէ, սա բժշկություն չէ, սա փիլիսոփայություն է, որովհետև այն պահից, երբ մարդը դադարում է հոգալ իր բերանի մասին, նա դադարում է հավատալ ապագային։ Ատամը մանրուք չէ, ատամը քաղաքակրթության չափանիշ է։ Այն ժողովուրդը, որը չի խոզանակում իր ատամները, չի կարող կառուցել արդար պետություն։ Ոչ որովհետև նա վատն է, այլ որովհետև նա սովոր չէ պատասխանատվությանը։ Պետությունները չեն քանդվում պատերազմներից, դրանք քանդվում են լոգասենյակներում, այո։ Ուժեղ պետությունը չի սկսվում սահմաններից, այն սկսվում է մարդու առավոտից, նրա մաքրությունից, նրա կարգապահությունից, նրա վերաբերմունքից սեփական մարմնի հանդեպ։ Ով իր մարմնի նկատմամբ անտարբեր է, նա վաղ թե ուշ անտարբեր կլինի նաև օրենքի, ճշմարտության և մյուս մարդու դիմացինի նկատմամբ։ Դու քո ատամների համար ինչ ես, այդպիսին ես քո պետության համար։ Եթե ուզում ես հասկանալ երկրի ապագան, նայիր ոչ թե նրա խորհրդարանին, այլ նայիր նրա ժողովրդի ժպիտներին։ Քաղաքակրթությունը սկսվում է այն պահից, երբ մարդը հասկանում է. ես պատասխանատու եմ ինքս ինձ համար, եւ միայն այդտեղից սկսվում է պետությունը։ Վառ օրինակ Շվեյցարիան, Գերմանիան։ Երեխայի առաջին ատամը ձեռ նոր է ծլում, երբ սկսվում է նրա բերանի խոռոչի հիգիենան, ոչ որովհետև նրանք վախենում են կարեսից, ոչ միայն, այլ որովհետև նրանք քաղաքացի են դաստիարակում։ Սա միայն ատամների մասին չէ, սա բնավորության մասին է, սա կարգապահության մասին է, սա ինքնահարգանքի մասին է։ Երեխային շատ վաղ են սովորեցնում մի պարզ բան. քո մարմինը քո պատասխանատվությունն է։ Եթե դու հոգ ես տանում քո բերանի մասին, դու սովորում ես հոգալ քո մասին։ Եթե դու հոգ ես տանում քո մասին, դու կարող ես հոգալ ուրիշի մասին։ Եվ միայն այդ ժամանակ դու կարող ես հոգալ պետության մասին։ Պատահական չէ, որ ուժեղ պետությունները սկսվում են մանկությունից, առավոտյան փոքր արարողություններից։ Ատամները լվանալը քաղաքացիական առաջին պայմանագիրն է մարդու և պետության միջև, մարդու և կյանքի միջև, որովհետև եթե դու քեզ համար ոչ ոք ես, դու պետության համար նույնպես ոչինչ չես կարող լինել։ Ով իր բերանի խոռոչում կարգ չունի, նա վաղ թե ուշ կարգ չունի օրենքի մեջ։ Ով իր մարմնի հանդեպ անտարբեր է, նա անտարբեր կլինի նաև հանրայինի հանդեպ։ Սա խստություն չէ, սա սեր է երկարաժամկետ։ Ուժեղ պետությունը չի կառուցվում մեծ խոսքերով, անտեղի դատարկ տեղը գլուխ գովելով։ Այն կառուցվում է փոքր սովորություններով, որոնք կրկնվում են ամեն օր և դառնում են մարդ։ Քաղաքակրթությունը սկսվում է այն պահից, երբ մենք մեր երեխաներին սովորեցնում ենք լինել պատասխանատու, և այդ պատասխանատվությունը սկսվում է առաջին ատամից։ Մտածեք այս մասին։ Ես ձեզ մաղթում եմ լավ օր։